Բաստուր մաչոներ ջան, 5-րդ օրը մեր մոտ լրացավ, հավի մեկ էլ հնդկահավի կրծքամսերը աղից հանում ենք արդեն։ Աղը ոնց որ նախորդ վիդեոներում ասել եմ, աղից մեկ էլ ջրից չվախենակ ընդհանրապես, տեսքը, շատ լավ աղը վերցրել է, ձգվել է միսը ամենակարևորը, երկրորդը մենք հնդկահավի միսը հանենք աղից, գույնն էլ է լավ, հիմա հավի մեր կրծքամսերը հերթով ցույց տանք, իրանք 5 հատներին, մենք ընդհանրապես ջուր չենք ավելացնում, այս բոլոր ջրերը, ինչ մենք աղադրումը կատարել ենք, իրա ջուրն է, բնական իրա ջուրն է, արյան ջուրն է դուրս տվել, մի վախեցեք, թողեք հենց ջրի մեջ ինքը հասունանա, աղի հենց մեջ հասունանա, ամենակարևորը դա է։ Տեղափոխում ենք մեր հնդկահավի, մեկ էլ հավի կրծքամսերը ջրի մեջ, ջրի մեջ մենք կպահենք 24 ժամ հոսող ջրի տակ։